Ես իսկապես ամաչում եմ, որ մեր եկեղեցին այսօր հասել է այստեղ։ Երբանից է սկսվել այս էրոզիան եկեղեցում։ Ես նկատի ունեմ, մենք գիտեինք, որ Հայաստանում պետական ինստիտուտները քայքայվում են, մսխվում են, մաշվում են։ Մենք գիտեինք, որ մեր ձայնը Մենք վաղուց քայքայված ենք, սիրելիս, մենք վաղուց քայքայված ենք։ Եվ մենք վաղուց խոսում ենք այս քայքայման մասին, փայծային բարբարող հանաբադի։ Եվ որ 2018-ին մենք շարժում սկսեցինք, այդ հիմնադիրը այդ շարժմանը ես էի, ինձ դիմեցին եւ հետո մեզ միացավ Հայր Գորյունը։ Եվ որ քնացինք, այնտեղ քորացինք, լացեցինք, ջջացինք, բահանջեցինք հայ եկեղեցու բարեկարգում, սենք չի կարելի, սա եկեղեցի չի, եկեղեցի է, բայց առանց եկեղեցական, եկեղեցի է առանց Քրիստոսի։ Մենք այն ժամանակ մեկ բան ասեցինք, մենք կարիք ունենք աղոթող Կաթողիկոսի, հավատացյալ Կաթողիկոսի։ Չունենք։ Մեզ կանգնեցրեցին, ասեցին աղանդավոր են, եկեղեցու դեմ են, չգիտեմ ինչ են, եւ ժողովուրդը լսեց նրանց։ լավ, եկեղեցում բնականաբար նաև իդեմս ձեզ, ինչպես ընդունված է ասել, հա, կա այն առողջ, բարեպաշտ ներկայացուցիչները, ինչու եմ սա ասում, որովհետև տեսեք, խնդիրը շատ կարևոր է, որովհետև մենք գործ ունենք մի ինստիտուտի, մի կառույցի հետ, որը ուղիղ առնչություն ունի մեր ինքնության հետ, մեր հավատքի հետ, մեր մշակույթի հետ, այսինքն նրա